Երբեմն կատակլիզմները բացահայտում են ոչ միայն ենթակառուցվածքների խոցելիությունը, այլ նաև բացահայտում են ճշմարտությունը մեր մասին։ Դիտելով անցյալ շաբաթվա կլիմայական իրադարձությունների այս դրվագը, դուք կարող եք իմանալ, թե կրիտիկական իրավիճակում ինչ ընտրություն կկայացնեք դուք։ Ինդոնեզիա։ Ինդոնեզիայի Բալի կղզում 3 օր տևած տեղատարապ անձրևները հանգեցրին զանգվածային ջրհեղեղների, գետերը դուրս եկան ափերից, ողողելով բազմաթիվ տարածքներ, այդ թվում խոշոր զբոսաշրջային վայրեր։ Ըստ տեղի բնակիչների, այս ջրհեղեղը ամենասաստիկն էր, որ երբևէ տեսել էին։ Մի քանի ձեռնարկություններ ժամանակավորապես դադարեցրին աշխատանքը, իսկ բրնձի դաշտերը հեղեղվեցին։ Բաթունգի շրջանի զբոսաշրջային Կուտա գոտում մարդիկ ողողված փողոցներում տեղաշարժվում էին սերֆինգի տախտակներով և փչովի նավակներով։ Որոշ տեղերում ջրի մակարդակը բարձրացել էր մինչև 1,5 մետրի։ Բնակիչները և զբոսաշրջիկները խուճապի էին մատնվել մոլեգնող ջրերում հսկա պիթոն նկատելուց հետո։ Հեղեղված վիլլաներից և հյուրանոցներից տարանումն իրականացվում էր նավակների և կանոեների միջոցով։ Ոստիկանության աշխատակիցներն օգնում էին զբոսաշրջիկներին լքել շենքերը և տեղափոխել ապահով վայրեր։ 60 մարդ տարհանվեց միայն մեկ հյուրանոցից։ Ավստրալիա։ Խորը, դանդաղ շարժվող ցածր ճնշման համակարգի պատճառով առաջացած խիստ անսովոր եղանակային համակարգը հանգեցրեց լայնածավալ ջրհեղեղների Ավստրալիայում։ Ցիկլոնը փետրվարի 22-ին շրջեց Սիմփսոն անապատի վրա։ Հյուսիսից խոնավ արևադարձային օդային զանգվածներ բերելով, այն երկրի մեծ մասում առաջացրեց հեղեղատարապ անձրևներ։ Շատ շրջաններում ընդամենը 1 կամ 2 օրում տեղաց անձրևի գրեթե 1 տարվա նորման։ Փետրվարի 25-ին հարավային Ավստրալիայի մի քանի շրջաններում տեղաց ավելի քան 200 մմ անձրև։ Վիկտորիայում անձրևն այնքան ուժեղ էր, որ Բրոքեն Հիլի և Փիթերբորոյի միջև գտնվող բարերյար մայրուղու վրա ծանր բեռնատարը արգելափակվել էր ջրհեղեղի ջրերի մեջ։ Միլդուրա քաղաքի փողոցները ջրհեղեղի ենթարկվեցին, ջրի տակ թողնելով արոտավայրերը, կայանատեղիները, դպրոցները և գլխավոր մայրուղին։ Հարկ է նշել, որ նման ուժեղ անձրևները չափազանց հազվադեպ են այս նահանգի համար։ Հյուսիսարևմտյան Քվինսլենդում Մաունտ Այզա քաղաքում գրանցվել է քաղաքի պատմության մեջ ամենաանձրևոտ փետրվարը։ 319 մմ տեղումները չորացած հողը վերածել են լճերի։ Փետրվարի 27-ին Նոր Հարավային Ուելսի ամենամեծ քաղաքը, Սիդնեյը, նույնպես տուժել է հորդառատ անձրևներից։ Ավելի քան 3000 մարդ մնացել է առանց էլեկտրականության, իսկ քաղաքի արևմտյան մասում մոտ 1 տասնյակ տների բնակիչներ տարանվել են։ Առատ տեղումներից հետո մասնագետները զգուշացրել են նոր վտանգի մասին։ Սիդնեյի մերձակայքում գտնվող գետերում և ափամերձ հատվածում պղտոր ջրի պատճառով մեծացել է խոշոր շնաձկների հետ հանդիպելու ռիսկը։ Արևմտյան Ավստրալիայում գրանցվել է ավելի քան 10,000 կայծակի բռնկում։ Նահանգի մայրաքաղաք Պերթում կայծակի հարվածից տուժել է տարեց տղամարդ, իսկ նրա շունը սատկել է։ Ավելի ուշ քաղաքի արևելյան մասում կայծակը խփել է դպրոցի մոտակայքին։ Վիրավորվել են 2 դեռահաս աղջիկներ։ Մարտի 1-ին եղանակային ծանր պայմանները հասել են առավելագույն ինտենսիվության երկրի հարավ-արևելքում։ Հարավային Ավստրալիայի Յուրելիա քաղաքում արագընթաց ջրային հոսանքը տարել է մոտոցիկլավարին, որը փորձում էր անցնել հեղեղված Ֆոջենս Քրիք վտակը։ Տղամարդը մահացել է։ Ջրհեղեղը մասամբ ավերել է անդրավստրալիական երկաթուղին Փորտ Օքաստա նավահանգստային քաղաքի մոտ, մինչև 100 մետր երկարությամբ գծերի հատվածները քշվել են, և արևելքարեմուտք երթուղով գնացքների երթևեկությունը դադարեցվել է։ Linking WA and SA to the eastern states could be out of action for more. ԱՄՆ. Wow. Oh, it's getting strong here. Փետրվարի 22-ից սկսած լայնածավալ ձնաբուքը կաթվածահար է արել ԱՄՆ-ի հյուսիս-արևելքը։ Մերիլենդից մինչև Մեն նահանգ ավելի քան 40 միլիոն մարդ գտնվում էր ձնաբքի և ձմեռային փոթորկի նախազգուշացումների գոտում։ Ազգային օդերևութաբանական ծառայության տվյալներով, ընդամենը 12 ժամվա ընթացքում ճնշումը նվազել է 39 միլիբարով։ Սա գրեթե 2 անգամ գերազանցում է համակարգը ռմբային ցիկլոն որակելու շեմը, ինչը վկայում է տարերքի անհավատալի ուժի մասին։ Չափազանց ցուրտ մայրցամաքային օդի և առատ օվկիանոսային խոնավության համադրությունը հանգեցրել է էքստրեմալ ձյան տեղումների։ Ռոդ Այլենդ նահանգի Պրովիդենս քաղաքում ձյան ծածկը գերազանցել է 85 սանտիմետրը, սահմանելով բացարձակ ռեկորդ 20-րդ դարի սկզբին գործիքային դիտարկումների մեկնարկից ի վեր։ Իսկ Ուորիկ քաղաքում 97 սանտիմետր բարձրությամբ ձնակույտերը գերազանցել են 1978 թվականի պատմական ձնաբքի ցուցանիշները։
Long Island-ի որոշ շրջաններում տեղացել է ավելի քան 75 սանտիմետր ձյուն, մինչդեռ ուժեղ քամիների պատճառով տեսանելիությունը ժամերով գրեթե զրոյական մակարդակի է հասել։ Բոստոնում եւ Մասաչուսեթսի հարավ-արևելքում քամու պոռթկումները հասել են 133 կմ/ժ արագության, իսկ ափամերձ շրջաններում, այդ թվում Նանտակետ կղզում, գերազանցել են ժամում 150 կմ։ Ուժեղ քամիները տապալել են հարյուրավոր ծառերը եւ էլեկտրահաղորդման գծերը։ Նյու Յորքում փետրվարի 23-ի առավոտյան տեղացել էր առնվազն 30 սանտիմետր ձյուն։ Քաղաքը գրեթե ամբողջությամբ կաթվածահար էր։ Դպրոցները չեղարկվել էին, փողոցները դատարկվել։ 4000 աշխատողներ ներգրավված էին ճանապարհներից, մայթերից եւ հասարակական տրանսպորտի կանգառներից ձյունը մաքրելու գործում։ Ձնապքի գագաթնակետին դիտվել է անսովոր երևույթ՝ ամպրոպ։ Այդ գիշեր Նյու Յորքի երկնքում կայծակ է փայլել եւ կայծակի մեկ հարվածը հասել է առևտրի համաշխարհային կենտրոնի աշտարակին։ Փոթորիկը լրջորեն խաթարել է տրանսպորտի գործունեությունը։ Երկրում չեղարկվել է ավելի քան 10,000 չվերթ։ Արվարձանային գնացքներն ու ավտոբուսները ժամանակավորապես դադարեցվեցին կամ անցան կրճատված գրաֆիկի։ Ֆիլադելֆիայում ավտոբուսային երթևեկությունն ամբողջությամբ դադարեցվեց փոթորկի ողջ տևողության ընթացքում։ Նյու Ջերսիի եւ Կոնեկտիկուտի մի շարք նահանգներում իշխանությունները սահմանափակեցին բոլոր տրանսպորտային միջոցների տեղաշարժը, բացառությամբ կենսական գործառույթներ իրականացնողների, վթարային ծառայությունների աշխատանքն ապահովելու նպատակով։ Շատերը խոսում էին ձմեռային անընդհատ փոթորիկների պատճառով կուտակված հոգնածության մասին։ Նյու Ջերսիի մի բնակիչ, մաքրելով իր տան մոտակայքը, ասաց. «Ինձ բավական է այս ամենը, ես այլևս ձյուն տեսնել չեմ ուզում»։ Փոթորկի մեկ այլ հետևանք էին էներգամատակարարման լայնածավալ ընդհատումները։ Դաժան եղանակի գագաթնակետին Միացյալ Նահանգների արևելյան ափի երկայնքով մոտ 650,000 սպառող զրկված էր էլեկտրաէներգիայից, որոնցից գրեթե 500,000-ը Մասաչուսեթսում, Նյու Ջերսիում եւ Դելավերում։ Մոտ 900,000 դպրոցականներ զրկվեցին դասերից, իսկ միլիոնավոր բնակիչներ ստիպված էին մնալ տներում։ Խոշոր քաղաքներում ջեռուցման կենտրոններ կազմակերպվեցին նրանց համար, ովքեր հայտնվել էին դրսում ծայրահեղ ցրտի պայմաններում։ Ռումբային ցիկլոնը 12 մարդու մահվան պատճառ դարձավ, խորացնելով սեզոնի ողբերգական պատկերը։ Ընթացիկ ձմռան ընդամենը 32 օրվա ընթացքում Միացյալ Նահանգներում մահաբեր փոթորիկների շարքն արդեն առնվազն 150 կյանք է խլել։ Բրազիլիա։ Փետրվարի 23-ին հորդառատ անձրևներ են տեղացել Մինաս Ժերայս նահանգի Զոնա դա Մատա մեզոտարածաշրջանում, Ուբա համայնքում 6 ժամվա ընթացքում գրանցվել է ավելի քան 124 մմ տեղումներ, ինչը համեմատելի է ամբողջ փետրվար ամսվա սովորական տեղումների քանակի հետ։ Ջրի մեծ ծավալը պատճառ դարձավ Ուբա գետի վարարման, ջրի տակ են անցել փողոցներ, բնակելի շենքեր եւ առևտրային տարածքներ, լրջորեն վնասվել է 3 կամուրջ, փլուզվել են 3 շենք եւ 1 տուն։ Զոհվել է 6 մարդ, եւ 2-ը համարվում են անհետ կորած։ Ամենատագնապալի իրավիճակներից մեկը ծերանոցում էր, ջուրն արագորեն լցվել է շենքը, փակելով բնակիչների մուտքը դեպի ելքեր, նրանց շտապ տարանել են վերին հարկ, մինչդեռ որոշ քիչ շարժունակ տարեցներ ստիպված են եղել սպասել օգնության, անմիջապես ջրի մեջ գտնվելով։ Զգալի վնասներ են գրանցվել նաև խոշոր ավտոսրահներում։ Հեղեղվել են Hyundai, Nissan-ի եւ Fiat-ի կենտրոնները, անձրևը նաև ողողել է թաղման բյուրոն եւ ականատեսների տեսանյութերում երևում են դագաղներ, որոնք լողում են փողոցներով։ Ամենաողբերգական հետևանքներն ունեցավ Juiz de Fora-ն, ռելիեֆն ուժեղացրեց ջրհեղեղի կործանարար ազդեցությունը, քանի որ համայնքը գտնվում է բլուրների եւ հովիտների մեջ, որտեղ հորդառատ անձրևների ժամանակ ջուրը խուժում է ցած, ավերելով ամեն ինչ իր ճանապարհին։ Այս անգամ տեղումները հսկայական էին։ Մի թաղամասում օդերևութաբանական կայանը 1 օրում գրանցել է 191 մմ տեղումներ։ Որոշ վայրերում ընդամենը 1 ժամում տեղացել է մինչև 80 մմ անձրև, ինչի հետևանքով Պարայբունա գետը եւ Արվակները հանկարծակի դուրս են եկել ափերից։ Ջրի ցեխոտ հեղեղները փողոցներով տարել են մեքենաները եւ աղբը։ Քաղաքի կենտրոն տանող կամուրջներն ու մուտքի ճանապարհները փակվել են։ Տեղի է ունեցել առնվազն 20 սողանք։ Որոշ թաղամասեր լիովին մեկուսացված են։ Տուժած տարածքներում աշխատում էին շներով որոնողական խմբեր։ Իշխանությունները իրավիճակը բնութագրել են որպես ծայրահեղ։ Գիշերը տեղի է ունեցել 1 հզոր սողանք, որը ավերել է 12 տուն։ Juiz de Fora-ում ջրհեղեղների եւ սողանքների հետևանքով զոհվել է առնվազն 63 մարդ։ Իշխանությունները հայտարարել են արտակարգ դրություն։
Բոլոր ուսումնական հաստատություններում դասերը դադարեցվել են մի քանի օրով։ Արձագանքը ուժեղացնելու համար տեղակայվել են պետական եւ ազգային քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումներ։ Համայնքի պատմության մեջ ռեկորդային տեղումներից ընդամենը 3 օր անց Juiz de Fora-ին հարվածել է նոր խոշոր փոթորիկ, անձրևները շարունակվել են մի քանի ժամ անընդմեջ։ Խանութների տերերը ստիպված էին շտապ փրկել իրենց խանութները, ջուրը դույլերով հավաքելով ու մաքրելով։ Հորթառատ անձրևների պատճառով գետերի մակարդակը կտրուկ բարձրացել է։ Հեղեղվել է քաղաքային հիվանդանոցը, ճանապարհից քշվել է առաքիչ մոտոցիկլավարը, իսկ շտապ օգնության կետի մոտ վարարել է Սանտա Լուզիա վտակը։ Այս փետրվարը դարձել է Juiz de Fora-ի դիտարկումների պատմության ամենաանձրևոտ ամիսը։ Ամսական տեղումների քանակը 3 անգամ գերազանցել է օդերևութաբանական նորման։ Տեղի բնակիչները ցնցված են, որ եղանակային էքստրեմալ երևույթները չափազանց հաճախ են տեղի ունենում։ Կոլումբիա։ Փետրվարի 25-ին Կոլումբիայի Սան Խուան դե Ուրաբա համայնքում տեղի ունեցավ ցեխային հրաբխի հանկարծակի ժայթքում։ Գիշերային երկինք արտանետվեց մի պայծառ կրակե գունդ, որը ցնցեց խիտ բնակեցված տարածքի բնակիչներին։ Դրան հաջորդեցին ծխի ամպերը եւ մշտական բոցերը։ Ցեխը մի քանի մետր բարձրությամբ նետվեց օդ եւ գետնի վրա ջաքեր առաջացան։ Մունիցիպալիտետում հայտարարվեց արտակարգ դրություն։ Քանի որ հրաբուխը գտնվում է ջրամաքրման կայանի մոտ, տուժեց ջրի պահեստավորման համակարգը։ Պայթյունը այրեց բուսականությունը եւ սպանեց անասուններին, ինչպես նաեւ վնասեց համայնք տանող գլխավոր ճանապարհը։ Մասնագետները կարծում են, որ այս նախկինում քնած հրաբխի ժայթքումը պայմանավորված էր ստորգետնյա տեղաշարժերով, որոնք հավանաբար առաջացել էին տարածաշրջանում տեկտոնական ակտիվության պատճառով։ Նախնական հաղորդագրությունների համաձայն զոհեր չեն եղել, բայց 3 տների բնակիչներ տարանվել են որպես նախազգուշական միջոց։ Բոլիվիա։ Փետրվարի 27-ին տեղական ժամանակով 18:20 րոպեին տեղի է ունեցել Բոլիվիայի պատմության ամենախոշոր ավիավթարներից մեկը։ Սանտա Կրուսից մեկնող ռազմատրանսպորտային ինքնաթիռը վթարի է ենթարկվել վարչական մայրաքաղաք Լա Պասի մոտ գտնվող Էլ Ալտո միջազգային օդանավակայանում վայրէջք կատարելիս։ Նախնական տվյալներով վթարի պատճառը եղանակային էքստրեմալ պայմաններն են եղել։ Վայրէջքի ժամանակ եւ թռիչքուղուն դիպչելիս ինքնաթիռը կորցրել է կառավարումը եւ չի կարողացել արգելակել։ Հավանական պատճառը ուժեղ կարգտահարությունից հետո թռիչքուղու վրա սառույցի գոյացումն է։ Իներցիայով շարժվող ինքնաթիռը սահել է մոտ 1 կիլոմետր, քանդել է օդանավակայանի ցանկապատը, դուրս եկել ծանրաբեռնված ճանապարհի վրա եւ բախվել մոտավորապես 15 մեքենաներին։ Վնասված մեքենաների թվում էին ուղևորատար միկրոավտոբուսներ, մարդատար ավտոմեքենաներ եւ 1 գծորդով բեռնատար, որոշ մեքենաներ վերածվել են ոլորված մետաղի կույտերի։ Անձնակազմի 8 անդամներից մեկը մահացել է դեպքի վայրում։ Գետնին զոհվել է առնվազն 21 մարդ, տասնյակներ վիրավորվել են, ոմանք ծայրահեղ ծանր, իսկ 1 երեխա կորցրել է 2 ոտքերը։ Մարդկանց զանգվածային հավաքը լրջորեն բարդացրել է փրկարարների աշխատանքը։ Ինքնաթիռը Լա Պաս էր տեղափոխում 18 տոննա նոր թղթադրամ։ Վթարից հետո թղթադրամները ցրվել են ճանապարհի վրա եւ մարդիկ նետվել են դրանք հավաքելու։ Հրշեջները սկզբում ցրել են ամբողջին ջրցան մեքենաներով, իսկ ավելի ուշ դեպքի վայր ժամանած ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ։ Կարգուկանոնի պահպանման համար ներգրավվել է մոտ 600 զինծառայող։ Բոլիվիայի կենտրոնական բանկը հայտարարել է, որ թղթադրամները նախատեսված էին մաշված արժույթը փոխարինելու համար, սակայն դրանք դեռ շրջանառության մեջ չէին դրվել եւ վճարամիջոց չէին հանդիսանում։ Բանկի հրամանով թղթադրամների մի մասը տեղում այրվել է։ Այս իրավիճակը վառ կերպով ցույց է տալիս մեր հասարակության արժեքները, դրանք դիտարկելով կարծես խոշորացույցի տակ, փող տեսնելով մարդիկ կորցրել են զգոնությունն ու ողջախոհությունը, անհետացել է տարրական մարդկայնությունը։ Նրանց գործողությունները խանգարել են փրկել կյանքի ու մահվան եզրին հայտնվածներին։ Թղթադրամները, նույնիսկ առանց որևէ ֆինանսական արժեքի, ավելի կարևոր են դարձել, քան բուն կյանքը։ Եվ սա տեղի է ունենում հենց հիմա մի աշխարհում, որտեղ ռեսուրսները ավելի քան բավարար են բոլորի համար։ Մենք ապրում ենք ոչ թե տոտալ կարիքի աշխարհում, այլ արժեքների խեղաթյուրված աշխարհում, աշխարհ, որտեղ սնունդ կա, բայց մարդիկ սոված են։ Որտեղ տեխնոլոգիաները առատ են, բայց անվտանգությունը պատրանք է։
Մոլորակը ապրում է ծանր կլիմայական եւ երկրադինամիկ փոփոխություններ, եւ միկրո ու նանոպլաստիկի առկայությունը ուժեղացնում է դրանց կործանարար ազդեցությունը։ Քանի որ աղետները սրվում են, պարզ է դառնում, որ այսօր կատարվողը միայն լայնածավալ կլիմայական քաոսի սկիզբն է։ Շատ երկրներ արդեն ապրում են բնական աղետների մշտական ցիկլի մեջ, այնուամենայնիվ խնդրի լուծմանն ուղղված իրական միջոցները դեռ չեն ձեռնարկվել։ Սակայն մեծամասնությունը մնում է անտարբեր։ Նրանց չի հետաքրքրում, որ ինչ-որ տեղ մարդիկ թաղված են ձյան տակ, որ այլուր տեղի են ունենում աղետալի ջրհեղեղներ, կամ որ ինչ-որ մեկը զրկվել է խմելու ջրի հասանելիությունից հրաբխի ժայթքման պատճառով։ Այս ամենը կարծես հեռավոր տարեգրություն լինի, որն իրենց չի վերաբերում։ Սակայն, երբ այս իրադարձությունները հասնում են մեզ, ամեն ինչ փոխվում է։ Այդ ժամանակ ոչ փողը, ոչ խնայողությունները չեն օգնի, էլեկտրոնային միջոցները կարող են ակնթարթորեն անհետանալ։ Դրա համար բավական է մեկ հզոր արևային բռնկում։ Փողը չի պաշտպանի ցրտից, ոսկին չի հագեցնի քաղցը, իսկ ադամանդները ծարավը։ Միակ օգնությունը գալիս է նրանից, ով պատահաբար մոտակայքում է հայտնվել եւ որոշում է գործել։ Դա կարող է լինել ձեզ անծանոթ մարդ, ում ձեզ կապում է միայն ընդհանուր ծայրահեղ իրավիճակը, սակայն նա կարող է ձեզ դուրս հանել փլատակների տակից, կիսվել ջրով կամ ապաստան տալ ցրտից։ Այդ պահին ձեր կյանքը նրա համար ավելի արժեքավոր է դառնում, քան որևէ նյութական հարստություն։ Իսկապես կայուն միակ ռեսուրսը ոչ թե նավթն է, ոչ ոսկին, ոչ էլ բանկային հաշիվները, այլ մարդու մարդ մնալու կարողությունը։ Աղետները խիստ փորձություն են, որը ստուգում են ոչ միայն տնտեսությունները եւ ֆինանսական համակարգերը։ Դրանք ստուգում են մեր մարդկայնությունը։